Մեր կառույցների անդամները գեներացնում են համախառն ներքին արդյունքի գրեթե 1/3-ը եւ ներկայացնում են ուղղակի արտասահմանյան ներդրումների նույնպես 1/3-ը։ Ես ուզում եմ ասել, ինչքանով է կարևոր, կարծում եմ հնչեցնել կարծիքը այդ խոշորագույն ծավալի, խոշորագույն սեկտորների, որոնք այստեղ ներկա են եւ որոնք մեր համոզմամբ իրականում մեծագույն դերակատարում ունեն մեր երկրի թե այսօրվա վիճակում, թե զարգացման եւ թե ապագայի տեսակետից։ Մենք ինքնուրույն ուշ-ուշի հետևում էինք հարկային դաշտում սպասվելիք փոփոխությունների գործընթացին եւ ճիշտն ասեմ, սկզբնական этаպում այնպես չէր, որ գոհ չէինք, բավականին դրույթներ կային, որոնք որ կգոհացնեին երևի թե բոլորիս այստեղ ներկաներից։ Բայց երբ փոփոխությունը տեղի ունեցավ, տեսանք, որ բավականին լրջանում է հարցը եւ ոչ միայն արդեն իսկ եկամտային հարկի ոլորտում, այլ ինչպես արդեն իսկ ուղարկված պարոն Ջրբաշյանը ասեց գրության մեջ դեռևս մեր կողմից չստորագրած նշված էին 5 դրույթներ 5 գծով օրինակ եկամտային հարկը, շահբաժինների հարկումը, ամորտիզացիա եւ այլն գծով, որոնք որ բավականին փոփոխության ենթարկվեցին եւ մենք չէինք կարող անմասն մնալ այս հայտարարությունից եւ միացանք։ Բյուջեն հարկ է ժողովրդական լեզվով ասած լցնել տնտեսության ճյուղերի զարգացման միջոցով, այլ ոչ թե թվաբանական այսպեսի գործողություններով, որոնք որ բերեցին այս իրավիճակին եւ արդեն իսկ առաջին ընթերցմամբ էլ ընդունված է։ Մեր վերլուծությունները արեցինք, ճիշտն ասեմ, եկամտային հարկի գծով, թեև մեկ աշխատողի գծով աշխատավարձի վրա հարկային բեռը չէինք ասի, բոլորս էլ տարական թվաբանությունը ինքներդ էլ կարող եք հաշվել, չափազանց մեծ բեռ են գնելու եւ մեծանալու է, մինչեւ անգամ բարձր աշխատավարձ ունեցողների դեպքում, սակայն կունենա խորապես համոզված եմ խիստ բացասական հոգեբանական ազդեցություն, դա պետք չի այսօր մեր ժողովրդին, մեր երկրին, 90-ական թվականների սկզբին, երբ որ կոնվերտներով, ծրարներով էին աշխատավարձը բաժանում, հեռու չի դրանից, որ դրան բերի եւ դա խիստ բացասական է, դա ձեռնտու չի առաջին հերթին ներող կլինեք էգոիզմի համար բանկային մեր ոլորտում գործող բանկերին, որոնք արդեն երկար երևի թե մի 15-20 տարի է աշխատում են 100%-ով թափանցիկ ձևով, նրանք ուղղակի չեն կարող աշխատել թափանցիկ ձևով։ Մեր կարծիքով պետք է իրականացնել ներդրումային միջավայրի բարելավում, այլ ոչ թե հակառակը, որովհետև ինչը մեզ առաջարկվում է եւ որը երկարաժամկետում կունենա միանշանակ բացասական ազդեցություն տնտեսության վրա եւ մասնավորապես բանկային գործի զարգացման վրա, բոլորդ էլ երևի թե գիտեք, որ առանց հետել վերջին 10 տարվա ընթացքում որևէ բանկ Հայաստանում չի բացվել, իսկ մեր տնտեսությունը բաց է եւ կարելի էր մտածել ինչու, որովհետեւ գրավչությունը բավականին քչացել է։ Հարկային օրենսգրքի նոր նախագիծը ուղղակիորեն հակասում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությանը։ Սրանից 3-4 տարի առաջ մենք որդեգրեցինք նոր ռազմավարությունը մեր գործունեության եւ ըստ էության 3 տարի զբաղված ենք մի բանով եւ արձանագրել ենք փոքրիկ հաջողություններ, որոնք որ բավականին մեծ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա, կարող եմ մի քանի օրինակներ բերել, այս օրենսգիրքը լիարժեք հակառակն է այդ հոսանքին, այսինքն ոչ միայն հակառակ է այդ հոսանքին, այլև որևէ վերլուծություն եւ հիմնավորում չկա, որ սա իսկապես մեր երկրին օգուտ պիտի բերի, ավելին ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա արդեն վտանգում է, ոչ միայն վտանգելու, արդեն վտանգում է, որովհետև այսօր, երբ որ մենք քննարկում ենք հավանական ներդրողների հետ կամ հավանական ներդրումների կամ բիզնեսի զարգացման հնարավորությունները, ակնհայտորեն մենք դիտարկում ենք այն նախագիծը, որը արդեն դրված է շրջանառության մեջ, շատ ավելի վատ, որը ընդամենը 2 օր առաջ
առաջին ընթերցում անցավ ազգային ժողովում։ Եվ սա այսօր մեզ համար ճիտին բարդք է, եւ մենք գնում ենք հակառակ մեր երկրի տնտեսական զարգացմանը։ Մի փոքր համաձայն չեմ եկամտային հարկի բեռի չնչինության հետ կապված, որովհետև մեր ոլորտում գիտեք հիմնականում եկամտային հարկն է բավականին մեծ ծավալ կազմում, որովհետև մենք այսպես ասած հաշվանցվող հաշվանցվող ծախսեր չունենք, հիմնական ծախսը դա աշխատավարձն է եւ մեր ոլորտում հարկային բեռը հասնում է մինչեւ 40%, այսինքն որովհետեւ եկամտային հարկին ուղղակիորեն գումարվում ավելացված արժեքի հարկ, այսինքն այս փոփոխությունը 10-ից 20% եկամտային հարկի գործատուի վրա լինելու է միջինում 25-ից 30% լրացուցիչ բեռ, դա որովհետեւ դա դուբլիկացվում է, դա ավելանում է ավելացված արժեքի հաշվին, Սա հսկայական բեռ է մեր ոլորտի համար, որը որ մենք ի վիճակի չենք տանելու, որովհետև այսօր արդեն Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը աշխատավարձի առումով մրցունակ չէ աշխարհում։ Միջին դասակարգ է արդեն ձևավորվել եւ հենց իրանց վրա եկամուտների վրա է ամենաշատ ազդեցությունը ստացվում նոր օրենսգրքի ընդունման պարագայում։ Եթե հաշվի առնենք այն հարցը, որ սա հենց տեխնոլոգիական եւ մտավորական եւ ոնց որ ասում են առաջադեմ մասայի հետ գործ ունենք այս ոլորտներում, իրանց ասեմ շուկայի կրճատում տեղի կունենա, արտահոսքը կադրերի շատ հնարավոր է լինի, որտեղ մարդիկ պատրաստ չեն կրճատվող եկամուտի պարագայում առաջընթաց ապահովել կամ առաջ խաղացում իրենց ընկերությունների շրջանակում ապահովել։ Այն ոլորտները, որտեղ որ տեխնոլոգիաները պետք է շատ լայն կիրառում գտնեն, այդ ոլորտների վրա անդրադարձը էլի շատ բացասական է լինելու։ Շահաբաժինների հարցում, եթե խոսում ենք այս խտրական մոտեցումների, նոտարերկրյա եւ տեղացի ներդրողների նկատմամբ վերաբերմունքին այս ոլորտներում մասնավորապես մեր ոլորտում եւ տեխնոլոգիապես հագեցած ոլորտներում օտարերկրյա ներդրումների դերը համաձայնվեք, որ շատ կարևոր է եւ մենք միայն ներքին ռեսուրսներով չենք կարող շատ առաջ գնալ եւ նորից գրավչությունը մեր երկրի եթե ուզում ենք ապահովել չպետք է օտարերկրյա ներդրողին ասեն գիտես դու գալու ես այստեղ բայց հարկվելու ես ավելի շատ քո շահաբաժինները ավելի շատ են հարկվելու քան տեղացի ներդրողի շահաբաժինը։ Վստահ եմ, որ կառավարությունը եւ ազգային ժողովը նույնպես մտահոգված են այսօր այն նախագծով, որը ներկայացվել է։ Եվ անգամ կողմ քվեարկած մեծամասնությունը ազգային ժողովում ինքը ունի լուրջ մտահոգություններ այս նախագծի հետ եւ ենթադրվում է, որ առաջինից երկրորդ ընթերցում լուրջ փոփոխություններ են արվելու։ Կարծում եմ, որ մեր այսօրվա նամակը նպաստում է եւ հորդորում է նմանատիպ փոփոխություններ իրականացնել եւ այդ փոփոխություններին վերաբերվել շատ լուրջ, շատ մեծ հույս ունեմ, որ այդ արդյունքը կլինի ընդունելի հասարակության բոլոր կողմերի համար եւ մենք կունենանք որակապես լուրջ փոփոխված հարկային օրենսգիրք, որը կներկայացվի երևի հանրությանը սեպտեմբերի սկզբին։ Իմ հիմնական ասածը նա էր, որ մենք կունենանք հարկային օրենսգիրք, ես ձեզ վստահեցնում եմ, բայց կունենանք ինչ տեսքով եւ ինչ կլինի այդ հարկային օրենսգրքում, ես նույնպես վստահ եմ գրեթե, որ այն տեսքով ինչպես նա այսօր կա, այդ փաստաթուղթը գոյություն չի ունենա։ Եվ կարծում եմ, որ դրան բոլորս կծանոթանանք սեպտեմբերին։ Ինչ կստացվի արդյունքում այս աշխատանքների, ինչ կոմպրոմիսային տարբերակ կլինի կամ ինչ գուցեև անընդունելի տարբերակ կարող է լինել սեպտեմբերում, բայց փաստաթուղթը այսօրվա տեսքով չի լինելու։